Ողջույն սիրելի հեռուստադիտողներ, սա TV Travel ճամփորդական նախագիծն է։ Ես ճանապարհորդ բլոգեր Նորոն եմ եւ այս պահին մեր կրուիզային նավը հասել է իր երկրորդ կանգառին։ Մենք Նեապոլում ենք։ Սա մեր հրաշք նավն է, որով ճամփորդում ենք։ Ես երրորդ անգամ եմ այստեղ ու միշտ մեծ ցանկությունով եմ այցելում Նեապոլ, քանի որ սա ոչ միայն Իտալիա է, այլ նաև համաշխարհային մշակույթի կենտրոն ու հենց այս նավամատույցն է պատճառ հանդիսացել, որ Նեապոլը դառնա այսքան բազմազան, այսքան յուրահատուկ, հազարամյակներ շարունակ եկել են աշխարհի տարբեր անկյուններից նավեր, մարդիկ, մշակույթներ ու դրանք ձուլվել են հենց իտալական մշակույթի հետ։ Քանի որ մենք կրուիզային ճամփորդություն ենք ընտրել, բնականաբար քաղաքներում մեր ժամանակը շատ երկար չի ու երկար քայլելու, քաղաքը բացահայտելու, մի բան վաղը թողնելու ժամանակ չկա, դրա համար շատ սեղմ ժամանակում, իսկ այսօր մենք ունենք ընդամենը 7 ժամ, որպեսզի Նեապոլի հետ ծանոթանանք, պետք է հասցնենք մաքսիմալ լինել այն վայրերում, որոնք որ գեղեցիկ են, յուրահատուկ են եւ որոնք ցանկություն կառաջացնեն, որպեսզի դուք եւս ճամփորդեք այս քաղաքով։ Նավամատույցից դուրս են գալիս, մի կողմում մեր դիմաց Նովո ամրոցն է, մի փոքր քայլում ենք, մեր դիմաց բացվում է Palazzo San Giacomo, որը հանդիսանում է քաղաքապետարանի շենքը։ Եվ անմիջապես դեմ դիմաց կա այսպիսի գեղեցիկ շատրվան։ Իտալիայում մշակույթը ամենուր է։ Ամեն անկյունում դու կտեսնես մի գեղեցիկ կառույց, մի գեղեցիկ արձան, շատրվան, մի խոսքով ուղղակի սա Իտալիան է։ Սա Նովո ամրոցն է, որը կառուցվել է 13-րդ դարում Կարլ առաջին անժուացու կողմից եւ կոչվել է Նովո ամրոց, այսինքն նոր ամրոց։ Քանի որ մինչ այդ քաղաքում կային տարբեր ամրոցներ եւ որպես նոր կառույց հենց այդպես էլ կոչվեց Նովո։ Մինչև 1815 թվականը ամրոցը ծառայել է որպես Նեապոլի, արագոնցիների եւ Իսպանիայի թագավորների նստավայր։ 15-րդ դարում թագավոր Ալֆոնսո 5-րդը ամրոցը վերականգնում է եւ այն ստանում է այս տեսքը։ Ամրոցը ունի 5 հզոր մեծ աշտարակներ, որոնք որ պատված են Վեզուվից բերված Պիպերնո կոչվող հրաբխային քարով։ Մուտքի մոտ գտնվող սպիտակ մարմարե հաղթակամարը կառուցվել է 1470 թվականին եւ այն խորհրդանշում է Ալֆոնսո Արագոնցու մուտքը Նեապոլ։ Մեր կրուիզային ճանապարհորդության կազմակերպիչն է Marina Traveling Agency-ն, որը բացահայտում է աշխարհը նոր ձևով։ Կրուիզային, անհատական եւ խմբային ճանապարհորդություններ աշխարհի ամենագեղեցիկ ուղղություններով, հարմարավետության, վստահության եւ բարձրակարգ սպասարկման համադրությամբ։ Ճամփորդիր այնտեղ, որտեղ ամեն ինչ արդեն մտածված է քեզ համար։ Սիրելի ճամփորդողներ, հրավիրում ենք ձեզ մեր հերթական կրուիզային ճանապարհորդությանը։ Marina Travel Agency եւ իմ հետ միասին ճամփորդել 3 երկիր՝ Հունաստան, Մալտա եւ Իտալիա, որը լինելու է հուլիսի 8-ից 16-ը։ Երևանից մեկնելու ենք Աթենք, Աթենքից սկսվում է մեկնարկը կրուիզային ճանապարհորդության, լինելու ենք հունական կղզիներում, Միկոնոսում, Կեֆալոնիայում եւ Մալտայի Վալետա քաղաքում, հետո իտալական մի շարք քաղաքներում, Կատանիայում, Տարանտոյում, Ալբերոբերոյում եւ վերջացնելու ենք նորից Աթենքում եւ վերադառնում ենք Աթենքից Երևան։ Քաղաքային մեր հաջորդ կանգառը Ուրբենտո առաջինի անունը կրող գալերիան է։ Սա Նեապոլի ամենամեծ եւ ամենահայտնի առևտրի սրահն է, որը կառուցվել է 19-րդ դարի վերջում եւ հաճախ մարդիկ այն համեմատում են Միլանի հայտնի գալերիայի հետ։
ներս ես մտնում էլ արդեն ուշադրությունդ ոչ թե խանութներն են, բուտիկները, սրճարանները, այլ այն ճարտարապետությունը, որը որ այս ամբողջի ներսում է։ Սա բացառիկ, սա յուրահատուկ ու աներևակայելի գեղեցիկ կառույց է։ Մարմարի հետ աշխատանքը այնքան մանրակրկիտ, գեղեցիկ, կարծես թե մոմի հետ աշխատած լինեն։ Ունի 4 թևեր, այսինքն խաչի տեսք ունի առհասարակ կառույցը, եւ բոլոր 4 թևերը խաչվում են իրար հետ գմբեթի տակ, որը որ երկաթից ու ապակուց է կազմված։ Իսկ գետնին նկատում ենք նաեւ մոզաիկաներ, որոնք որ տարբեր հետաքրքիր խորհրդանիշ ունեն։ Այստեղ 12 համաստեղություններն են, եթե ուշադրություն դարձնեք։ Սով այնքան մանրակրկիտ, այնքան յուրահատուկ, այնքան գեղեցիկ է ամբողջը։ Ուղղակի հրաշք է։ Իրականում կարծես թե թանգարանում լինեմ, բայց եկեք չմոռանանք, որ սա առևտրի կենտրոն է։ Ժամանակակից կյանքում այսպիսի վայրին կոչում են մոլեր, երբ որ կառուցում են։ Սա էլ մոտ 200 տարի առաջվա իտալական մոլն է։ Ստեղ տեղակայված են տարբեր բուտիկներ, սուվենիրի խանութներ, գրասենյակներ, սրճարաններ եւ շատերը գալիս են այստեղ համտեսելու իտալական խոհանոցի գլուխգործոցներից մեկը։ Եկեք գնանք ցույց տամ, թե որն է դա։ Ինչ է մեզ ասում Google-ը։ Ասում է, որ Sfogliatella-ն դա իտալական ավանդական խեցիաձև բրուշակեղեն է, որը սերում է Կամպանիա տարածաշրջանից, հատկապես Նեապոլից։ Այն հայտնի է իր բազմաթիվ բարակ շերտերով, որոնք նման են տերևների։ Այս դրա մասին է խոսքը գնում։ Sfogliatella։ Կարող եմ ասել, որ համեղ է։ Կարծես թե մեղրի ցիտրուսի համ է գալիս, գիտեն թե ինչպես պետք է իրենց ստամոքսը զարմացնեն ու նաև այն զբոսաշրջիկների ստամոքսը, ովքեր գալիս են բացահայտելու Իտալիան։ Կրուիզային ճամփորդությունները Եվրոպայում այնպես են ստեղծված, որ դրանց մեծ մասը կանգառ է ունենում հենց Նապոլիում, որտեղ սա բավականին հայտնի պորտային քաղաք է։ Նապոլին ինձ մոտ բավականին հետաքրքիր տպավորություններ թողած քաղաք է։ Կա մի հատ առանձնահատկություն, որը միշտ կհանդիպես։ Դա իտալացիներն են, որոնք որ չափից դուրս էմոցիոնալ են ու սիրում են կյանքը, վայելում են կյանքը, ապրում են լիարժեք, սիրում են համեղ սնվել ու սիրում են իրենց երեխաներին, ընտանիքը։ Մի խոսքով, մենք եւ իտալացիները կարծում եմ բավականին շատ նմանություններ ունենք։ Մենք գտնվում ենք Plebiscitoյի հրապարակում, որը հանդիսանում է Նապոլիի ամենամեծ ու խորհրդանշական հրապարակը։ Ու սա նաև հանդիսանում է քաղաքի մշակութային ու քաղաքական կյանքի կենտրոնը։ Հրապարակը բաղկացած է 4 շինություններից։ Հրապարակի կարևորագույն շինությունը San Francesco di Paolo բազիլիկան է, որը նմանեցված է Ռոմի Պանթեոնին եւ ունի կիսաշրջանաձև սյունաշար կառուցվածք։ Հրապարակի կենտրոնում են գտնվում Կարլոս III եւ Ֆերդինանդ I-ի բրոնզաձույլ հեծյալ արձանները։ Բազիլիկան կնմանեցնեք Ռոմի Պանթեոնին։ Ճարտարապետը հենց դա էլ նպատակ է ունեցել։ Իսկ հարակից կիսաշրջանաձև սյունաշարը նման է Վատիկանի Սուրբ Պետրոսի հրապարակի սյունաշարին, 38 սյուներից բաղկացած, իսկ տաճարի բարձրությունը 53 մետր է։ Անմիջապես բազիլիկայի դիմաց է գտնվում Նեապոլի թագավորական պալատը, որը կառուցվել է 17-րդ դարում եւ եղել է Բուրբոնների դինաստիայի կենտրոններից մեկը։ Հրապարակի ամբողջականությունը լրացնում են պրեֆեկտուրայի պալատը եւ պալացա Սալերնոն, սրանք երկու սիմետրիկ շենքեր են։ Հրապարակի աջ կողմով ճանապարհը մեզ տանում է դեպի Պեցի Ֆալկոնե բլուր, որտեղ տեղակայված է քաղաքի հնագույն թաղամասերից մեկը։ Դե ճանապարհին էլ այսպիսի գեղեցիկ սրճարաններ կտեսնեք լիմոնի ծառերով։ Ու ես
Ես ձեզ խորհուրդ եմ տալիս, երբ կհայտնվեք Նեապոլում, անպայման հիմնական զբոսաշրջային տուրիստական վայրից շեղվեք եւ այցելեք այն վայրերը, որտեղ որ հիմնականում տեղացիների կյանքն է կազմակերպվում, քանի որ հենց այդ սկզբունքով կարող եք լիարժեք ճանաչել քաղաքը ու հիանալ քաղաքով։ Բայց շատ զգույշ եղեք մոտոցիկլիստներից, քանի որ նրանք ամենուր են։ Ինքներդ եք նկատում, թե որքան շատ են մոտոները կամ մոպեդները, այսպես կարելի ասել։ Սա մի քանի նպատակ ունի, նախ պատճառը նեղ փողոցներն են, երկրորդը տնտեսական նպատակ ունի, քանի որ դրանք ավելի քիչ ծախսատար են, հարկերը ավելի քիչ են ու բնականաբար ավելի էժան են։ Այստեղ մարդիկ նախընտրում են ավելի համեստ կյանքը, ավելի խնայող կյանքը, որպեսզի կարողանան այս թանկ եվրոպական պայմաններում ապրել ու գոյատևել։ Դրա համար ընտրում են այսպիսի փոխադրամիջոցներ։ Այստեղ շատ դժվար է парքինգը, մեծ գումարներ են պահանջում դրա համար, իսկ այսպիսի մոպեդը կարող է շատ տեղերում ուղղակի կայանել եւ ոչ կվճարես շատ մեծ գումար, ոչ էլ խնդիր կունենաս ինչ որտեղ կայանելու համար։ Ուրեմն ինչպես նկատեցիք, արդեն ստեղ զբոսաշրջիկներ չկան, հիմնականում տեղացիներն են ու բավականին նեղ ու խառը փողոցներ են։ Դրա համար մեզ օգնության է գալիս Google Maps-ը, շատ լավ աշխատում է այստեղ, այնպես որ կարող եք սա օգտագործել ձեր ճամփորդությունների ընթացքում հենց Նեապոլում։ Այս պահին բարձրանում ենք մենք դեպի բլուրը, որտեղից բացվում է հիասքանչ տեսարան։ Այստեղ ամենաանկյունում կհանդիպեք տարբեր ռեստորաններ, սրճարաններ, պիցերիաներ, please։ Ամենաանկյունից խառը բույրեր են գալիս։ Մենք պետք է փողոց անցնենք հիմա Հակոբ, գնացինք։ Շատ ուշադիր ենք լինում, որտեղ իտալացի վարորդները շատ էմոցիոնալ են ու կարող է չկանգնել, ձեզ ասեմ, շատ ուշադիր եղեք այս առումով։ Իտալացիները շատ են սիրում դրսում սնվել, փոքրիկ կտեսնեք սրճարաններ, ռեստորաններ, պիցերիաներ, որտեղ մարդիկ երեկոյան իրենց կյանքն են անցկացնում։ Ամառվա ամիսներին առասարակ եվրոպական քաղաքներում ճամփորդելը, առավել ևս միջերկրական ծովի ավազանի երկրների քաղաքներով բավականին բարդ process է։ Դրա համար այդպիսի ճամփորդությունները ոչ ծովափնային կազմակերպեք գարնան եւ աշնան ամիսներին, հիմնականում որտեվ այդ ժամանակ կարող եք ավելի շատ քայլել, ավելի շատ ծանոթանալ քաղաքին ու լիարժեք վայելել քաղաքը։ Մեր այս անմոռանալի կրուիզային ճանապարհորդությունը կազմակերպել է Marina Traveling Agency-ն։ Կազմակերպում են անհատական եւ խմբային կրուիզային ճամփորդություններ ամբողջ աշխարհով մեկ, սկսած միջերկրական ծովից մինչեւ էկզոտիկ ուղղություններ։ Եթե ուզում ես ճանապարհորդել առանց հոգսերի ու ստանալ առավելագույն փորձառություն, վստահիր պրոֆեսիոնալներին։ Հաջորդ կանգառը իսպանական քառորդն է, սա ամենավառ թաղամասերից մեկն է Նապոլի, եթե ոչ ամենավառը, ու սա շատ վտանգավոր թաղամաս էր 5-6 տարի առաջ, բայց հիմա անվտանգ է, այստեղ մինչև 8 ժամի զբոսաշրջիկները վայելում են իսկական իտալական
փարթիները ու ինչպես նկատում եք ամեն անկյունում Մարադոնան է, մինչև անգամ այս սրճարանը Մարադոնայի անունով է։ Hello! What is the party? Oh, nice! Բոլորը կենսուրախ, կենսախիտ ու վայելում են կյանքը։ Ես սիրում եմ Իտալիան հենց այսպիսի պահերի համար։ Ֆանտաստիկ է ուղղակի, ես Իտալիանը առավոտվանից մինչև ուշ գիշեր նույն փարտիներն են, նույն էմոցիաները։ Միատ ուշադրություն դարձեք, թե որքան շատ մարդ է հավաքվել հիմա դրսում, դուք բոլորը նայում եք, մենք ոնց եք ստեղ տշում։ Ամեն անգամ զարմանում եմ այս քաղաքի աուրայի վրա։ Բոլորը Մարադոնայի հագուստով, որովհետև այստեղ ուրիշ ոչ մի հագուստ չես կարող կրել ու չես կարող երկրպագել այլ թիմի, քանի որ չես կարող մուտք գործել այս թաղամոս, գուցե նաև Նեապոլ, այնպես որ ստեղի պաշտամունքը, որ այս պահին տիրում է, ուղղակի ապշեցուցիչ է։ Ես ուրիշ ոչ մի քաղաքում իմ ճամփորդությունների ընթացքում չեմ նկատել, որ մարդիկ իրենց քաղաքը պատեն ուղղակի ինչ-որ մարդու հանդեպ պաշտամունքով, այն պաշտամունքը, որ կա Մարադոնայի հանդեպ, երևի թե ոչ մի ֆուտբոլիստ, աշխարհում ոչ մի անկյունում ոչ մի ֆուտբոլիստ չունի այդպիսի պաշտամունք ինչ-որ քաղաքում, ոնց Մարադոնան Նեապոլում։ Նապոլին դարձավ չեմպիոն, շատերը իրենց երեխաների անունը հենց Մարադոնա դրեցին։ Ափսոս մենք հնարավորություն չունենք, որպեսզի նաև վայելենք երեկոյան գիշերային Նեապոլի կյանքը, որը որ պակաս խելայեղ չի, մի բան էլ ավել է, շարժվեցինք։ Իսկ հիմա եկել ենք պիցա ուտելու ու անպայման դա անում ենք տեղացիների հետ, այնտեղ որտեղ սնվում են տեղացիներ, որտեղ հենց այս տեղերն է ամենահամեղը։ Մենք խնդրեցինք, որպեսզի մեզ թույլ տան նկարահանել պիցայի պատրաստման process-ը, քանի որ Նեապոլը հանդիսանում է պիցայի հայրենիքը ու ամենաառաջին պիցան, որը պատրաստվել է, դա Մարգարիտա պիցան է։ Մենք 3 տարբեր տեսակի պիցաներ ենք հիմա խնդրել, որպեսզի շեֆը պատրաստի պեպերոնի, բուֆանինա, մոցարելայով և ավանդական կլասիկ մարգարիտա։ Ուրեմն տեսեք պատրաստման process-ը։ Իսպանական թաղամասում, այս քառորդում ամեն անկյունում կան շատ սրճարաններ, ռեստորաններ, պիցերիաներ, որտեղ որ կարող եք գալ ու համտեսել։ Ես ձեզ խորհուրդ եմ տալիս հենց այսպիսի լոկալների սնվելու վայրում համտեսել, որպեսզի և ավելի մաչելի է, և ավելի համեղ վստահեցնում է։ Ընդամենը 2 րոպե և պիցան պատրաստ է։ Համեցեք Նեապոլ պիցա ուտելու։ Հակոբ, նստեք պիցա ուտենք։ Վերջ եկավ այն պահը, երբ պետք է համտեսեմ ֆանտաստիկ պիցան, որը պատրաստում է Նապոլի փողոցներում։ Արդեն ինչպես նշել էի, Մարգարիտայի հայրենիքը, առասարակ պիցայի հայրենիքը համարում եմ Նապոլին։ Ինչու եմ ես սիրում Նեապոլը, որովհետև դու ստեղ քեզ զգում ես իրական ջերմության ու իրական մարդկային հարաբերությունների մեջ։ Երբ որ չեն սառել մարդկային հարաբերությունները եւ մեկը մյուսին դուրսը տեսնելիս բարևում է, ժպտում է, գրկում է, պատրաստ է քեզ հետ հաց կիսել, քեզ հետ խմել, քեզ հետ ժամանակ անցկացնել, մի խոսքով կյանքը վայելել։ Այ հենց դրա համար ես սիրում եմ այս քաղաքը։ Ես սիրում եմ Իտալիան ու իտալացիներին։
Անուշ ջան, նախ շնորհակալություն այս հետաքրքիր ճամփորդության մի մասնիկը մեզ դարձնելու համար։ Ինձ շատ է հետաքրքրում, թե ինչու մարդիկ պետք է ընտրեն Կոստա Տոսկանա նավը։ Նորո ջան, շատ հաճելի է ձեր հետ ճամփորդելը, եւ ինչու են ընտրում Կոստա Տոսկանա նավը, որովհետեւ Կոստա Տոսկանան աշխարհի 10 հսկա նավերից մեկն է համարվում եւ ինչու՞ չէ իր առավելություններից որակը եւ արժեքը, որը մեզ օգնում է ավելի շատ ճանապարհորդողներ ունենալ մեր թիմում։ Նշեցիք, որ այս նավի առանձնահատկությունն այն է, որ գինը եւ որակը իրար շատ լավ են համապատասխանում, հա։ Կնշեք, թե ինչ արժեքի մասին է խոսքը գնում։ Երկու անձի համար որքան կարժենա այսպիսի ճամփորդությունը։ Նորո ջան, ուրեմն երկու անձի համար սկսվում է 1180 եվրոից, որի մեջ ներառվում է երկու անգամյա ռեստորանի այց, ներառվում է շոուներ, ներառվում է 3 անգամյա սնունդ, ներառվում է կինո, թատրոն, համեր, ջակուզի, բասեին եւ մի քանի ծառայություններ հավելյալ։ Չնայած մենք հաղորդաշարի ընթացքում ներկայացնում ենք նավը մեր ճամփորդությունը, բայց խնդրում եմ նշել, թե ինչու մարդիկ պետք է մասնակցեն կրուիզային ճամփորդության։ Նորա ջան, ինչպես դուք նկատեցիք, կրուիզային ճամփորդության ընթացքում մենք դուրս ենք գալի քաղաք, այդտեղ տուրեր ենք անցկացնում, բայց մեր հետ չենք տանում մեր իրերը, մեր ճամփրուկները։ Եվ այդպես մենք կրուիզային ճանապարհորդության ընթացքում լինում ենք 3-ից 4 երկիր եւ 6-ից 7 քաղաք, բայց երբեք մենք դա չենք նկատում։ Մենք միայն վայելում ենք մի քանի երկրներ եւ մի քանի քաղաքներ։ Այսինքն մարդը ընտրում է կրուիզային ճամփորդությունը, ընտրում է մեկ հյուրանոց, որը կրուիզն է, եւ դրանով ճամփորդում է 3-ից 4 երկիր։ Կարծում եմ սա լավագույն առավելությունն է կրուիզային ճամփորդության։ Իհարկե։ Մեզ դիտող հեռուստադիտողը համոզված եմ ցանկանում եմ մասնակցել այսպիսի ճամփորդությունների։ Առաջիկայում ինչպիսի կրուիզային խմբային ճամփորդություններ ունեք։ Նորա ջան, մենք ունենք շատ խմբային ճանապարհորդություններ ամեն ամիս։ Մինչև օգոստոս ամիսը նախատեսել ենք միջերկրական ծով, Իտալիա, Իսպանիա, Ֆրանսիա, ինչու՞ չէ նաև հունական կղզիներ եւ իր հարակից երկրներ։ Դրանից հետո արդեն լինում ենք հյուսիսային հատվածում, Շվեդիա, Դանիա, Գերմանիա, Նորվեգիա, ունենք հրաշալի ճանապարհորդություն դեպի Բրազիլիա, նաև հյուսիսային Ամերիկա։ Երևի թե իմ ամենասպասելին, որին կցանկանամ մեծ սիրով մասնակցել, դա Եվրոպայից դեպի Հարավային Ամերիկա ուղևորությունն է, որը տևելու է 17 օր կրուիզով ու հասնելու ենք Սան Պաուլո, Ռիո դե Ժանեյրո։ Մենք սպասում ենք նաև ձեզ բրազիլիական շքեղությունը տեսնելու։ Դե ասեցի Բրազիլիա, չին։ Կրուիզային նավը իրենից ենթադրում է փոքր քաղաք, որտեղ կենտրոնացած են տարբեր խանութներ, ակվապարկեր, ժամանցի կենտրոններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, կլաբեր, կազինո մինչև անգամ սպորտային տարբեր հետաքրքիր փորձառություններ, այնպես որ սխ չես հասնում ուղղակի ձանձրանալ։ Հիմա խաղում ենք ֆուտբոլ սեղանի։ Տենց սեղանի ֆուտբոլ է ասում։ Ֆուտբոլ։ Vamos! Ուրեմն սա փակ լողավազանն է, շատերը այս սեզոնին ընտրում են հենց այս լողավազանը, իրենց օրը անցկացնելու համար դրսում 10-12 աստիճան է, ստեղ 30 աստիճան ու նաև բնական կանաչ կա, ծառեր կան ու քեզ տեղափոխում են ամառ, այն ինչը որ այս պահին պակասում է բոլորին։ Բոլոր նրանք ովքեր որ չեն փախչում մի փոքր ցուրտ եղանակից, քանի որ դրսում 12 աստիճան է, նաև կարող են օգտվել ակվապարկից, այսպիսի ոլորաններ կան, որոնցով կարող ես իջնել հավես ժամանակ անցկացնել, պատկերացրեք միջերկրական ծովի մեջտեղում ունես այդպիսի հնարավորություն, ուղղակի խելագարություն է։